Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում սեյսմիկ ծառայության օրագիր հաղորդաշարն է, ձեզ հետ է Անի Անտոնյանը։ Եվ այսօր մեր հյուրն է ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության պետի տեղակալ Հակոբ Ղազարյանը։ Հակոբ ջան, ողջույն։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Հունվարից հետազոտող ես եղել Ճապոնիայում ասիական երկրների աղետների նվազեցման կենտրոնում։ Որն էր քո ուսումնասիրության թեման։ Հայաստանում եւ Ճապոնիայում սեյսմիկ ռիսկերի համակարգերի համեմատությունն է, ինչպես նաեւ հնարավոր ներդրումները Հայաստանում հայկական իրականության պայմաններում։ Ծրագրում ներառված են եղել այցեր եւ հանդիպումներ սեյսմիկ անվտանգության ոլորտի մասնագետների հետ Ճապոնիայում։ Փոքր-ինչ կմանրամասնես, հետադարձ կապը կա։ Տարբեր այցելություններ ենք ունեցել, ինչպես համալսարաններ, համայնքապետարաններ, նախարարություններ, այնպես էլ անհատ մասնագետներ, որոնք որ ներգրավել են այդ հետազոտության աշխատանքներին։ Հետադարձ կապը այնքանով կա, որ վերցվել են բոլոր մասնագետներից եւ կազմակերպողներից այցեքարտեր, որոնք որ նախնական պայմանավորվածությամբ համաձայնվել են հետագա աշխատանքների համար կապ հաստատել, մեծ սիրով պատասխանել են, որ ցանկացած պահի, ցանկացած հարցով կարող ենք նորից կապվել իրենց հետ եւ քննարկել հարցեր, որոնք որ կապված կլինեն մեր աշխատանքների հետ։ Նշված էր ծրագրում, որ եղել է Սաղետի գոտում, Նոտո թերակղզում, որտեղ 2024 թվականին 7.5 մագնիտուդով երկրաշարժից մոտ 500 մարդ է զոհվել։ Այցի նպատակը որն էր, ինչքանով ես տեղյակ եմ, այնտեղ դեռ վերականգնողական աշխատանքներ են ընթանում, ինչ դիտարկումներ ես արել։ Հենց հիմնական նպատակը այն էր, որ տեղում ականատես լինենք արդեն վերականգնվող ենթակառուցվածքների շինարարությանը, որը որ մինչև այժմ շարունակվում է, իրականացվում են նաև շատ ընդլայնված մարդկանց հետ աշխատանքները, թե հոգեբանական, թե իրանց կեցության վայրը ապահովելու աշխատանքներ, կազմակերպված էին ժամանակավոր բնակության վայրեր, որտեղ որ այն մարդիկ, ովքեր որ զրկվել էին կացության իրենց տներից, երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի հետևանքով այդ մարդկանց տվել էին ժամանակավոր ապաստաններ, որպեսզի հետագայում այդ մարդիկ ենթակառուցվածքները վերականգնելուց հետո հնարավորություն ունենան վերադառնալ իրենց բնականոն կյանքին։ Այցելելով Աղետի գոտի, անձամբ ականատես ենք լինում, թե ինչ հետևանքներ է թողնում երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին, ինչ ենթակառուցվածքներ են ամենախոցելին, որոնք են որ առաջնային, երկրորդական եւ երրորդային, որ պետք են վերականգնվեն։ Այդ աշխատանքները շատ ինտենսիվ, շատ պրոֆեսիոնալ մակարդակով իրականացվում են ու մենք անձամբ ներկա գտնվելով այնտեղ տեսանք մեր եւ այդ փորձը կարող ենք արդեն ընկալել մեր վրա, թե ոնց է պետք իրականացնել աղետային գոտում այդ աշխատանքները։ Պարտադիր այցերից մեկը եղել է Կոբեի երկրաշարժերի հուշահամալիր թանգարանը։ Ինչը քեզ ամենաշատը տպավորեց։ Նախ մինչև հենց կոնկրետ այդ թանգարանին անցնելը նշեմ, որ ցանկացած աղետից հետո, բնական աղետից հետո, դա կլինի երկրաշարժ, ջրհեղեղ, ցունամի եւ այլն, ամեն բնակավայրում հենց կոնկրետ աղետի գոտում կառուցված է, կազմակերպված է այնպիսի թանգարաններ կամ հուշահամալիրներ, որտեղ որ պատմվում է այդ ամբողջ գործընթացի մասին, զոհերի հիշատակի հետ կապված։ Կոնկրետ Կոբեի համալիր թանգարանում այն տպավորեց ամենաշատը, որտեղ որ ունեին սրահ, ցուցադրված էին աղետի գոտուց գտնված բազմաթիվ իրեր, դա կլինեին երեխաների խաղալիքներ կամ մեծահասակների կենցաղային իրեր, որոնք որ ամեն մեկը ունեին իրենց պատմությունը։ Այսինքն բացի նրանից, որ գտել եւ ցուցադրում էին, մարդիկ իրենց անձնական, իրենց հարազատների իրերը, որոնք որ զոհվել էին այդ աղետի ժամանակ, բերել հանձնել էին այդ թանգարանին եւ պատմել էին պատմությունը իրենց ընտանիքի այդ մարդու մասին, թե ինչով էր զբաղվում, այսինքն ամեն մի նմուշի կողքին գրված էր մի կյանքի պատմություն, մի ընտանիքի պատմություն, որը որ չէր կարող անտարբեր թողնել այցելուին, այսինքն մինչև հոգու խորքը դա ցույց էր տալի են աղետի սարսափելի հետևանքները, որ ինչի մեջով են անցել այդ ժողովուրդը, որ հետագա սերունդները տեսնելով, կարդալով այդ ամենը անմասն չմնան, այսինքն դա չթվա ինչ-որ մի հեռավոր աղետ, որը որ իրանց չի սպառնում։ Բնական աղետները մեր կյանքի բնականոն մասն են կազմում, ինչքան էլ որ ցավալի է, այսինքն եղել են, կան ու միշտ էլ լինելու են։
բայց մարդիկ պետք է չկտրվեն այդ իրականությունից ու անընդհատ առնչվելով դրան հասկանան, որ ունեցածի վրա պետք չէ կանգ առնել, ինչքան էլ որ տեխնիկան, գիտությունն ավաջ է գնում, միշտ էլ աշխատելու տեղ կա։ Ճապոնիայում սեյսմիկ պաշտպանական մեխանիզմները, այդ թվում վաղազդարման համակարգը բարձր մակարդակում է։ Իրատեսական է արդյոք, որ մի օր Հայաստանում մենք նման համակարգ կունենանք։ Իհարկե իրատեսական է, բայց դա շատ ծավալուն ու բարդ աշխատանք է, ոչ միայն ֆինանսական, այլ նաև իրավական, կազմակերպչական, մասնագիտական։ Հայաստանի պայմաններում այսօրվա մեր իրականության մեջ կարծում եմ, որ միանգամից համակարգի ներդրումը մի քիչ բարդ կլինի միանգամից ամենուրեք ներդնելը։ Դրա համար իմ աշխատության մեջ ես հետազոտել եւ առաջարկել եմ, որպեսզի վերցնենք մի պիլոտային ծրագիր, որը որ հնարավորություն կտա փորձնական միջավայրում կազմակերպել թե իրավական նորմերը, որոնք որ պետք է համապատասխան մարմինների կողմից թե ֆինանսավորվեն, թե վերահսկվեն, թե հետագա աշխատանքները կազմակերպվեն, ներառելով ինչպես տեղական մասնագետներին, այնպես էլ միջազգային փորձից ելնելով միջազգային մասնագետներին ներառեն այդ գործընթացներին հնարավորինս կերպով եւ հետագայում արդեն ասել տեխնիկական մասին։ Ամենաբարդը կարծում եմ հիմնել, կառուցել մի համակարգ, որը անխափան կաշխատի, հետո արդեն ընդլայնել այդ համակարգը բոլոր ոլորտներում, որոնք որ հնարավոր են մեր հայկական պայմաններում։ Չի կարելի վերցնել ինչ-որ մի երկրի փորձն ու արդեն իրականացված աշխատանքները եւ ուղղակի ներդնել մեկ այլ երկրում, որովհետեւ պայմաններն ուրիշ են, մարդկանց մտածողությունն է ուրիշ, տարբեր բավականին բազմաթիվ խնդիրներ կան։ Այսինքն պետք է ուսումնասիրես միջազգային փորձը ու համապատասխանես քո երկրի իրական պայմաններին։ Պետք է սկսել ինչ-որ մի կետից, այդ կետը զարգացնել այն աստիճանին, որը որ հնարավորություն կտա ընդլայնել ամբողջ հանրապետության տարածքով մեկ։ Մի փոքր խոսենք ուսուցման մասին, մասնավորապես համայնքներում ուսուցման։ Ինչպես է դա կազմակերպվում Ճապոնիայում եւ ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել մեր համայնքների հետ կապը սերտացնելու եւ սեյսմիկ պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար։ Շատ կարևոր հարց է, որը որ մեր Հայաստանի Հանրապետությունում այդ աշխատանքները տարվում են, բայց հիմնական տարբերությունն նրանում է, որ Ճապոնիայում այդ ուսուցումը կազմակերպվում է ամենուրեք, սկսած մանկապարտեզից, դպրոցներից, համալսարաններից եւ հետագայում արդեն կամավորների ջանքերով կազմակերպվում են համանքային կառույցներ կամավորական սկզբունքներով, որոնք որ արդեն աշխատում են այն մարդկանց հետ, որոնք որ այդ կրթական համալիրներից դուրս են, ամենօրյա առնչություն չունեն այդ ոլորտի հետ կամ պատասխանատվության հետ, որը որ նախատեսված է օրենքով, օրինակ դպրոցներում օրենքով սահմանված է, որ ըստ կախված համայնքից տարբեր են լինում 2-ից 4 անգամ պարտադիր վարժանքներ ու տարհանումներ են տեղի ունենում, ինչպես նաև ուսուցումներ։ Բացի դրանից նաև կազմակերպվում են տեղական կամավորական խմբերի, կառույցների կողմից նաև ուսուցումներ այն տարիքային մարդկանց խմբի հետ, որոնք որ արդեն դպրոցական չեն, համալսարանում չեն սովորում, այսինքն աշխատում են կամ ծեր տարիքում են գտնվում, որոնք որ պետք է նաև իրանք էլ տեղյակ լինեն, թե ինչ միջոցառումներ, ինչ նորական տեխնոլոգիաներ են կիրառվում, այսինքն այդ կամավորական սկզբունքները մեր մոտ չկան։ Խոսելով բազմաթիվ մասնագետների հետ, համալսարանական դասախոսների հետ, պրոֆեսորների հետ, հասկացանք մի բան, որ ինչքան էլ որ երկիրը պատրաստ լինի աղետին, առաջին օգնությունը հասնում է հարազատից, հարևանից, քո շրջապատում, քո կողքում գտնվող մարդկանցից։ Եթե իրանք պատրաստ չլինեն այդ օգնությունը ցուցաբերելու, տեղյակ չլինեն, թե ինչ պետք է անեն, այսինքն դա նշանակում է, որ մինչև փրկարարական ուժերի հասնելը կարող է արդեն ուշ լինել։ Այսինքն քեզ առաջին օգնություն ցույց տվողը քո անմիջական հարևանությամբ գտնվող մարդն է։ Գրեթե բոլոր համայնքներում կազմակերպված կամավորական խմբեր կան, անգամ այն տարիքի, որ ես հանդիպել եմ մարդկանց, որ 90 անց էին, բայց զբաղվում էին այդ աշխատանքներով ու այնպեսի սիրով էին ընդունում մեզ, որ իրանց աշխատանքը ներկայացնում, որ իրանք մինչև հիմա ողջավորված էին իրանց արած գործից ու դա շատ կարևոր ու պատասխանատու աշխատանք է, որ իրանք իրականացնում են։ Դու պետք է ոչ թե միայն քեզ փրկելու համար այդ ամեն ինչը գիտակցես ու կրթվես, ուսումնասիրես, այլ նաև հասկանաս, որ դու կարող ես նաև ուրիշի կյանքը փրկել դրանով։
դա մի այդ ազգի բարձր ինտելեկտի պատասխանատվության զգացման մասին է խոսում։ Ես վստահ եմ, որ մեր ազգն էլ պակաս ինտելեկտուալ ու պատասխանատու չէ կողակցին օգնելու, ուղղակի պետք է այդ ամեն ինչը կարողանալ կազմակերպել եւ հետագայում ընդլայնել ամբողջ Հայաստանի տարածքով։ Ճապոնիայում ստացած գիտելիքդ ինչպես է կիրառելու թե տեսականորեն թե գործնական։ Ճապոնիայում ստացված գիտելիքը ոչ միայն երկրաշարժին էր վերաբերվում, այլ ընդհանրապես բնական աղետներին։ Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ վտանգը թե ֆիզիկական մարդկանց կյանքին սպառնացող, թե ֆինանսական, դա եղել է ու մնում է երկրաշարժը։ Բայց այնտեղ այցելության հետազոտության արդյունքում փորձը ցույց է տալիս, որ կապ չունի թե դու ինչ բնական աղետի հետ ես առնչվում։ Եթե դու ունես ճիշտ կառուցված կառույցներ, այսինքն ենթակառուցվածքներ, ճիշտ ուսուցում ու ճիշտ կառավարում, ցանկացած աղետում ռիսկը կարող ես նվազեցնել։ Հակոբ ջան, շնորհակալություն բովանդակային զրույցի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որ հնարավորություն ընձեռվեց ոչ միայն ճապոնական փորձը ներկայացնել նեղ մասնագիտական շրջանակներում, այլև այդ փորձի մասին պատմել հանրությանը։ Եթերում է Սեյսմիկ ծառայության օրագիր հաղորդաշարը, մնացեք մեզ հետ, հետևեք նորություններին։